Արվատուսանը եթերում մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, շատ կարևոր թեմային ենք մենք անդրադառնալու։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի արվեստի միանգամայն նոր ձևաչափ։ Ապրիլի 26-ին կկայանա Ֆրանսիս Պուլենկի մարդկային ձայն մոնո օպերայի առաջնախաղը ըստ Ժան Կոկտոյի լիբերտոյի։ Սա խորեոգրաֆիկ օպերա ժանրի առաջին փորձն է Հայաստանում, որտեղ դասական օպերային ձայնն ու ժամանակակից պլաստիկան միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Մանրամասները մեր հյուրերին։ Այո, շտապ եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրերին Անդրեյ Կայտանովսկի, բեմադրող եւ խորեոգրաֆ, Յուլիա Մատոչկինա, մեծո սոպրանո։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ առավոտը սկսել եք մեզ հետ։ Եկեք հասկանանք միանգամից ինչպես ծնվեց խորեոգրաֆիկ օպերա ձևաչափով ներկայացումը Հայաստանում բեմադրելու գաղափարը։ Доброе утро. Доброе утро. Բարի Эта լույս։ идея возникла 3 года назад Այս միտքը ծագել է 3 տարի առաջ։ совместно с Дарьей Павленко. Դարիա Պավլենկոյի հետ համատեղ балерина նա Мариинского театра. Մարինյան թատրոնի պրիմա բալերինա է։ Мы знакомы. Մենք ծանոթ ենք однажды եւ она օրերից позвонила մի օր նա и ինձ զանգահարեց предложила, եւ сделать առաջարկեց совместный проект. իրագործել Танец համատեղ и голос. նախագիծ И соединить պար именно եւ в таком երգ камерном виде. զուգակցել կամերային ֆորմատով, որպիսի բեմի վրա լինի միայն մեկ պարուհի եւ մեկ երգչի, մեկ ձայն։ Եվ մենք սկսեցինք մտածել այն ստեղծագործության մասին, որը կկարողանա զետեղել այս գաղափարը։ Հետաքրքիր է, երբ ձևաչափը կամերային է եւ չկան օգնող հանգամանքներ, բեմանկարչության մեծ լուծումներ, մոնումենտալ դեկորացիա եւ ռեկվիզիտներ, ինչպես են կարողացել հաղթահարել այն կարևոր փուլը, որ միայն արտիստների մասնակցությամբ մենք կարողանում ենք ներկայացնել կնոջ այն կարևոր հույզերը եւ խնդիրները, որոնք մենք ի ցույց ենք դնելու այս խորեոգրաֆիկ օպերա ժանրի մեջ։ Ну, конечно, у нас есть и сцена, на самом деле, несмотря на то, что спектакль камерный, Չնայած որ ներկայացումը կամերային է, այնուամենայնիվ մենք ունենք մեծ բեմ եւ նվագախումբ, կամերային ավելի գաղափարային առումով է, քան ուղիղ։ Так что, на самом деле, Այդ իսկ у вас պատճառով есть там достаточно այնտեղ կա вспомогательных вокруг, но, конечно, речь լրացուցիչ, идет о, օգնող я думаю, հանգամանքներ։ внутреннем мире. Ես ավելի շատ մտածել եմ ներաշխարի մասին կնոջ։ Затронули, наверное, самые тонкие струны человеческой Երևի души. ըստ երևույթին Դա մենք բոյ, իմի ենք բերել կնոջ ամենանուրբ զգացմունքները, դա ցավն է, Человек, որը ապրում է յուրաքանչյուր մարդ այս աշխարհում, ցավ, տառապանք, разлуки բաժանում осознание եւ того, գիտակցում նրա, որ повернуть назад փոխել կամ ետ դարձնել ничего не будет. Повернуть назад невозможно. հանգամանքները անհնար է պարզապես եւ Вот հենց эту идею взяли այդ за основу գաղափարը начали искать առանցքային произведения, միտքն вышли է на произведение Пуленко. եւ որի արդյունքում մենք գտանք Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունը եւ այն մեզ հետաքրքրեց իր բացառիկ շատ հազվադեպ բեմականացմամբ, դեպ աշխարհում շատ քիչ է այն ներկայացվում, այն ասես ադամանտ լինի Պուլենկի ստեղծագործական կյանքում եւ իհարկե մենք շատ հետաքրքրվեցինք եւ ինքներս մեզ մարտահրավեր նետեցինք, քանի որ այն շատ բարդ է բոլոր առումներով, երաժշտական լեզուն է շատ խրթին, ցանկացած նվագախմբի համար բավական դժվար, որտեղ երաժշտությունը ժամանակակից է, յուրօրինակ, երգչու համար եւս բավական դժվար է ֆրանսերեն լեզվի առումով եւ ինքնին երաժշտական նյութը բավական խրթին է։ Եվ երբ մենք որոշեցինք այն զուգակցել եւ ցույց տալ բեմի վրա բարը եւ երգը միաժամանակ պարուհու հետ, ես եմ պարումի դեպ
Да, наш Այո։ прекрасный режиссер это Մեր осуществил. հիանալի ռեժիսորը այն Поэтому, կյանքի да, во всех կոչեց отношениях եւ բոլոր это առումներով սա Վызով իսկապես всем. մարտահրավեր է Վызով բոլորիս ռեժիսորу, ռեժիսորին, վызով երգչուհուն, танцовщице, вызов պարուհուն, оркестру. նվագախմբին думаю, что եւ это ես будет կարծում եմ, որ սա ярко и իսկապես незабываемо. շատ պայծառ եւ անմոռանալի է լինելու։ Շատ լավ։ Ինչպիսի արձագանքի եք սպասում հայ հանդիսատեսից, հաշվի առնելով այս ձևաչափի նորությունը։ Я думаю, что Ես կարծում եմ, мне кажется, эта вещь, она Սա настолько այնքան- идет в корни человеческие, что в այնքան общем-то, համահունչ я է думаю, что մարդու это ներքինի затрагивает հետ, всех մարդկայինի глобально հետ, одинаково. Потому что եւ այն расставание, боли, իսկապես все вот эти вот խոսում чувства, է они մարդկային глубоко во всех нас. խորը զգացմունքների вот, ну, մասին, конечно, որը մենք армянские բոլորս зрители, կրում ենք там, մեզանում, темпераментные. եւ ես գիտեմ, որ հայ հանդիսատեսը Вообще շատ народ, կրքոտ է, я думаю, что как бы я старался Եվ не скрывать, ես не աշխատել եմ закрывать это, չթաքցնել в общем-то, показать ընդհանուր это как առմամբ есть. այն, ինչ կա իրականում, առանց խմբագրումների։ Здесь нам Եվ помогает այստեղ танец в մեզ этом օգնում плане, է да, то есть у нас իսկապես есть и բարի голос, и լեզուն, движение, чтобы это сделать երգը, действительно, որպիսի այն ստանա, так сказать, и для глаза, и для ушей, թե и для всего. աչքի, թե ականջի համար լինի անկալելի եւ հաճելի։ Շատ լավ։ Հետաքրքիրը հետևյալը, մենք վստահ ենք, որ բեմում ձայնը եւ շարժումը կմիահյուսվեն, կդառնան մի օրգանիզմ եւ այս ամենի շնորհիվ մենք կզգանք եւ կվայելենք այն հույզերը եւ ապրումները եւ այն կարեւոր խոսքը ի վերջո, որ արտիստը մեզ բեմից փոխանցելու է, կապված կնոջ նուրբեության հետ, բայց որպես արտիստներ մեր երգչուհին եւ պարուհին, նրանք որպես արտիստներ կատարողական իմաստով արդյոք միահյուսվելու են իրար հետ եւ արդյոք նրանք կունենան իրար հետ երկխոսություն։ Диалог есть. И когда Այո, երկխոսություն Юля կա, с Дашей, եւ երբ спросили Յուլիան меня եւ сделать эту Դաշան вещь, ինձ խնդրեցին իր կյանքի для կոչել меня այս было տեսակցությունը, понятно, ինձ это, համար это հասկանալի идет էր, речь որ об одной судьбе, խոսքը в то же գնում է время այն о всех нас. ճակատագրի И в этом плане մասին, для բայց меня, вот именно, նաև բոլորիս մասին вот этот момент расставания, եւ что является темой բաժանման спектакля, ясным, это խնդրու идет առարկան, հա, борьба դա իսկապես պայքար է души с мозгом, да, то есть душа հոգու хочет сказать, եւ выпрыгивай из окна. հոգու Я եւ без этого человека не մտքի, могу жить. հա, Мозг ուղերի говорит, так, соберись. ուղիղ Да, мы все ասում են знаем это, հավաքվիր, да, մենք так, բոլորս соберись, գիտենք не դա, будь պետք է հավաքվել, или պետք такой չի լինել мягкой. И, в այսպես общем-то, փափուկ։ я использовал именно Ես вот օգտագործել եմ вот этот напряг, так сказать, между головой и душой. այս լարվածությունը, հա, И հոգու в եւ этом մտքի плане как раз, եւ այս առումով Юлия, Даша, они Յուլիան եւ Դաշան осуществляют իրագործում են այս հայացքը души, эту борьбу. Как кто выиграет. մտքի եւ հոգու, հա, ով ի վերջո կհաղթի։ Այ հետաքրքիր է նաև Յուլիա Մատոչկինան։ Կարողացել է կամ փորձել է արդյոք կանացի որևէ զգացողություններ բացահայտել նորովի, որոնք մինչ այդ նա չի ունեցել, եւ արդյոք այս կարևոր թեմային, որ վերաբերում է առհասարակ կնոջը եւ նրա շատ ամուր ու պինդ ներկայությանը առհասարակ աշխարհում, որևէ նոր հայացքներով եւ նոր ընկալումներով է կարողացել բացահայտել կնոջը։ Я думаю, что эта тема Ես կարծում եմ, որ на այս самом деле գաղափարը իրականում даже не сколько про женщину, ոչ այդքան это может быть կնոջ и մասին է, мужчина, и դա կարող է женщина. լինել նաև Это տղամարդ, именно եւ состояние, կինը, դա состояние, как Андрей правильно говорит, Անդրեյ շատ ճիշտ и ասեց, души, и тела. կնոջ մոտ դա եւ В этом հոգու отношении, եւ конечно, да, мы մարմնի, հա, взаимодействуем, то есть мы հոգեվիճակն է, друг друга, մենք можно, если զուգահեռվում ենք, проникаем, մենք с ներթափանցում помощью ենք тела и մեկս голоса. մյուսի То есть մեջ, иногда, մարմնի եւ хочется ձայնի сделать առումով եւ հաճախ показать ուզում ես ցույց именно տալ հենց то,
այն, что я ինչ своим телом ես իմ раньше на մարմնով сцене не առաջ делала. չեմ это կատարածել во բեմի всех վրա։ отношениях, как Եվ я уже սա բոլոր говорила, առումներով вызов իսկապես и մարտահրավեր է։ действительно технически голосом это Տեխնիկական всё не առումով так զայնով просто այն изобразить, արտահայտել и телом. եւ մարմնով։ Поэтому Եվ այդ իսկ պատճառով хочется, чтобы ցանկանում եմ, որպիսի эти сложности и այս эту բարդությունները боль, եւ այս и эти ցավը неудобства, եւ которые ոչ թե мы հարմարությունները, հարմարավետությունը, որը մենք ապրելու ենք բեմի վրա, որպիսի հանդիսատեսը կարողանա խորապես վերապրել։ хочется говорить, чтобы все Իհարկե չեմ ուզում, որպիսի բոլորը այդ դիսկոմֆորտը զգան, անհարմարությունը, բայց որպիսի մենք կարողանանք դիպչել ամենանուրբ լարերին հանդիսատեսի։ Тяжело. Սակայն ամեն ինչ այդքան բարդ եւ ծանր չէ, մեզ մոտ նաեւ հումորային պահեր կան։ Շատ լավ։ Ինչպիսի միջազգային հեռանկարներ ունի այս նախագիծը եւ արդյոք սպասվում է փառատոնային շրջագայություն։ Մի փոքր այս մասով խոսենք։ Как и с любой работой, Ինչպես եւ ցանկացած աշխատանքի հետ կապված, մենք ակնկալում ենք, որ ребеночек մեր երեխան կունենա երկար ճանապարհ։ Мне кажется, эта работа, как я уже до этого Կարծում եմ այս աշխատանքը իսկապես վերաբերվում է բոլորիս մեր մոլորակի վրա եւ այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ путь. իգործ какие-то были небольшие переговоры Այո, իհարկե с կային Германией, с բանակցություններ Австрией, но Գերմանիայի, сейчас это Ավստրիայի всё на հետ, стадии բայց только այս переговоров. պահին դա դեռ բանակցությունների միայն փուլում է, բայց մենք ակնկալում ենք, որ փառատոնային Дадим կյանք կունենա այս дорогу. ներկայացումը А եւ рождение ճանապարհ всего нашего կտանք։ детища происходит Իսկ здесь, сейчас, ծնունդը в солнечном կայանալու է Ельне, в մեր этом արևային замечательном Հայաստանի театре. հիանալի Огромная թատրոնում благодарность, եւ մեր խորին что երախտագիտությունը, мы смогли все сюда приехать որ մենք բոլորս и сделать կարողացանք эту совместную ներկա գտնվել այստեղ եւ честь оказаться գործի здесь, դնել потому что այս я, գաղափարը եւ իմ впервые համար մեծ պատիվ է вдохновение եւ ես и առաջին впервые անգամ եմ буду Հայաստանում եւ выступать առաջին անգամ եմ театре с ելույթ огромной ունենալու историей. այս հիանալի թատրոնի բեմում։ Հրաշալի։ Եվ հարց կցանկանանք լսել ձեր երկուսի պատասխանը, ինչով կառանձնացնեք այս բեմադրությունը որպես ստեղծագործողներ, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար յուրաքանչյուր բեմադրություն, դերակատարում կամ նոր երգ, նոր պարային բեմադրություն ինչ որ առանձնահատուկ ու հետաքրքիր բան պիտի ունենա։ Ինչն են կարևոր առանձնահատկությունը, որ կա այս բեմադրության մեջ։ Ты начнешь или я начну? Уникальность. Ну, во-первых, это для меня Ինձ համար առաջին Первая հերթին опера դա как առաջին օպերան է որպես ռեժիսոր։ я все-таки Ես այնուամենայնիվ սովորաբար ելույթ եմ ունենում որպես ռեժիսոր խորեոգրաֆ, ես ի կատար եմ ածում ներկայացումներ պարողների համար եւ իմ համար սա հնարավորություն է որպեսզի նաեւ արտիստները ներգրավվեն։ Օպերայի հետ ես աշխատել եմ եւս որպես խորեոգրաֆ, բայց օպերայում ռեժիսուրան եւ պարը մեկ անձի կողմից է կատարածվում, իսկ այստեղ ինձ համար շատ հետաքրքիր է այս ներկայացման համար զուգակցել երկու լեզուները եւ ինձ համար պարը իսկապես լեզու է։ Это хорошая комбинация, потому что Դա հիանալի զուգակցում է։ Юля и Даша, они Յուլիան եւ Դաշան в общем-то один человек. իրականում մեկ մարդ են, մեկ անձ են, մեկ մարմին։ Եւ հենց այդ համադրումը, այդ կապը ինձ համար շատ հետաքրքիր է երաժշտական օպերային խոսքերի առումով։ Շնորհակալ ենք շատ այս կարևոր թեմայով մեզ հետ խոսելու համար, մասնակցելու համար։ Մեր ժամանակը փոքր է, կարճ է, բայց մենք շատ ենք ցանկանում ձեզ հետ շատ երկար խոսել ամեն դեպքում։ Շնորհակալություն շատ։